Այն մասին, որ դուք էիք գրել, Սրբազանը հայտնեց նաև մտահոգիչ տեղեկություն, ըստ որի իրեն չի թույլատրվել մասնակցելու կիրակնօրյա պատարագի եւ ոչնչացվել է բժշկական կենտրոնում ծառայություն իրականացնող հոգևոր տեսուչի այցը Սրբազանին։ Սա խղճի եւ կրոնի ազատության խախտում է։ Խնդրեմ եւ գիտեք նաեւ, որ Սրբազանը իր վերջին կոչում դիմեց վերապար հորը, ուղղակի դենն է տեր մայր տաճարում, այսպես ասենք, հա։ Խնդրում ենք վերապար հայրապետին, որ անհոգդող եւ անսասր մնաք կտրելով եւ դեն նետելով տիրոջ այգու չորացած տունկերը, քանզի ընդեր երկիրը սխափանել։ Խնդրեմ։ Երեք իմ գործընկեր Գեղամ Մանուկյանի հետ հերթական անգամ այցելել ենք Միքայել Սրբազանին, օգտվելով առիթից ուզում եմ առողջություն մաղթել Միքայել Սրբազանին, աղոթենք Միքայել Սրբազանի համար, որովհետեւ բժշկական այս կուրսերը անցնելուց հետո, այս հետազոտությունները անցնելուց հետո պետք է վիրահատության ենթարկվի պատվելի Սրբազանը եւ այդ այցերի շրջանակներում միշտ ամեն անգամ հարցնում է մեր հայրենակիցների որպիսիությունից, ասում է, որ իր աղոթքներն է ուղում առ Աստված, որ մեր ժողովրդին խաղաղություն եւ նաեւ բարգավաճում եւ բարեկեցություն բերի եւ այս խառնակ ժամանակներում մեր ժողովուրդը պատվով հաղթահարի են բոլոր փորձությունները, ինչի առջեւ որ կանգնած է։ Շատ կարեւոր մի հանգամանքի մասին մենք զրույց ունեցանք Միքայել Սրբազանի հետ։ Գիտեք, որ շատ դժվարությամբ հաջողվեց, որ կազմակերպենք Միքայել Սրբազանի բժշկական կենտրոն տեղափոխությունը, ամիսներ շարունակ խոչընդոտվում էր իր բուժվելու իրավունքը եւ մենք ամեն ջանք գործադրեցինք, որպեսզի Միքայել Սրբազանի վիրահատությունը տեղի ունենա եւ ի վերջո նաեւ օգտվելով արդի շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, որոնք որ մտահոգվում են Միքայել Սրբազանի առողջական վիճակով, խոսում են իր մասին, իրենց գրառումներով, իրենց տեսակետները արտահայտելով, իրենց աղոթքներով, դա շատ կարեւոր է, այդ ապրումակցումը միմյանց նկատմամբ կարեկցանքը, մտահոգությունը եւ ամենակարևորը այդ խնդիրների, այդ հարցերի բարձրաձայնումը անչափ կարևոր նշանակություն ունի անազատության մեջ գտնվող մեր բոլոր հայրենակիցների համար, թե ազգային բարերար Սամվել Կարապետյանի, թե Սրբազանների, թե բոլոր այն տղաների, որոնք որ հիմա անազատության մեջ են, կարևոր է ձեր տեսակետը, սիրելի հայրենակիցներ, ձեր զորակցությունը եւ հանրային դաշտում պետք է անընդհատ խոսենք այս թեմաների մասին։ Հատկապես առողջություն եմ ուզում մաղթել նաեւ Բագրատ Սրբազանին, որը ելի ունի առողջական խնդիրներ եւ սրա մասին առաջիկայում նորից էլի կխոսենք, կասենք, բայց մի կարևոր հանգամանքի վրա ուզում եմ ձեր ուշադրությունը սևեռել, ուրեմն ինչ է տեղի ունեցել Իզմիրյան բժշկական կենտրոնում, որտեղ որ բուժում է ստանում Միքայել Սրբազանը։ Միքայել Սրբազանը որպես հայ առաքելական Սուրբ եկեղեցու arczepiskopos, պատվելի Սրբազան, գիտեք, որ բժշկական կենտրոնում կա հոգևոր տեսուչ, որը ամեն կիրակի պատարագ համատուցում եւ պատկերացնում եք հայ առաքելական Սուրբ եկեղեցու arczepiskoposին հնարավորություն չի տրվում, որպեսզի կամ այցելեն իր սենյակ, ինքը մասնակցի պատարագին, կարևոր է հավատավոր մարդու համար, հավատացյալ մարդու համար, հատկապես arczepiskoposի համար անչափ կարևոր է կիրակնօրյա աղոթքը, անչափ կարևոր է կիրակնօրյա պատարագը։ Որևէ մի կերպ հնարավորություն չի եղել, որպեսզի կազմակերպեն այդ ամեն ինչը։ Պատկերացնում եք, կրկնում եմ, բուժ հաստատությունում կա հոգևոր տեսուչ, որը եւ հնարավորություն ունի այցելելու հիվանդանոցում գտնվող յուրաքանչյուրին եւ աղոթելու այդ մարդու առողջության համար եւ պատարագ համատուցում։ Միքայել Սրբազանին արգելել են, հնարավորություն չեն տվել, սրանով իսկ այդ կիղտոտ, այդ մերկանցիլ, այդ քենախնդիր պահվածքը, որ կա իշխանությունների կողմից, մեկ անգամ եւս ապացուցում է իրենց ճղճիմության, իրենց ստորության աշճանի մասին։ Ոնց կարելի է մարդու զրկել իր համար կյանքի ամենակարևոր դրվագներին, ամենակարևոր ուրեմն իր համար ամենակարևոր
գործերին, որը որ մեր համարվում է աղոթքը, կիրակնորյա, այդ հնարավորությունից զրկել։ Եվ այս իշխանությունները գնացել են նաև այդ ստոր քայլին։ Պատկերացնում եք եկեղեցու բարենորոգողներ կոչվածները, ասում են բարենորոգողներ, զրկում են arczepiskopos-ին, եւ սա մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է։ Կրոնական ազատությունների մասին օրենքի կոպիտ ոտնահարում է։ Սրբազանը անգամ ասել է, որ եթե այստեղ չեք ուզում կազմակերպեք, գոնե մի քանի ժամով ինձ տեղափոխեք կենտրոն քրեակատարողական հիմնարկ, ես կիրակնորյա իմ պատարագին մասնակցելու հնարավորություն ունենամ։ Դուք չեք հասկանա այս ամեն ինչը, որովհետև դուք հավատքի հետ կապ չունեք։ Ձերը շրջիկ խումբն է, որը կապ չունի հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ կոչվելու իրավունքին եւ պատվին։ Մենք տեսանք էլ, որ ազգակործանը, երբ որ Հայաստան չի, ձեր շրջիկ խումբը այսպես ասած լուծարվում է։ Այդ կիրակի ինքնալուծարման բաներ էլի, այդ կիրակին դուք ինքնալուծարվել եք։ Այսինքն պարզ է, որ դուք այս ամեն ինչը անում եք շոուի համար, անում եք ձեր կեղտոտ նենք փոքրոքի նպատակների համար, բայց հոգևոր կյանքով ապրող մարդու համար անչափ դա կարևոր է եւ դուք գնացիք անգամ այս նենք մանրախնդիր, չգիտեմ, էլի ստոր քայլին, որը որ մեծ վրթովմունք է առաջացել Միքայել Սրբազանի կողմից։ Եվ ես էլ ուրեմն եւ առաջիկայում նամակներ եմ ուղղելու եւ նաեւ փորձելու ենք հասնել նրան, որ այս իրավունքը վերականգնվի։